Այսօր մենք կկատարենք առաջադրանք Excel-ից, որի շնորհիվ կսովորենք բանաձևերի մուտքագրումը բջիջների մեջ, հարաբերական և բացարձակ հասցեները, հաճախ օգտագործվող ֆունկցիաները, count, average, sum, maximum և minimum, ֆունկցիաների տեղադրում, օրինակ year, today, if, count, if, ինչպես նաև դրան շնորհիվ կսովորենք հաշվել ստաժը, կազմել պարգևատրոնների ցուցակը։ Նախ և առաջ գործարկենք Excel ծրագիրը, որը ինչպես գիտենք գործարկում ենք Start, All Programs, Microsoft Office, Excel։ Բացված պատուհանում նշենք C20 բջիջը և մուտքագրենք ընթացիկ ամսաթիվ արտահայտությունը։ Նշենք D20 բջիջը, այնուհետև Formula մենյուից ընտրենք Data և Time ենթամենյուն և նշենք Today։ Կբացվի Function Arguments պատուհանը, որտեղ ոչ մի փոփոխություն չկատարելով կսեղմենք OK։ OK սեղմելուց հետո D20 բջիջը կգրվի այդ օրվա ամսաթիվը, երբ որ դուք կատարելու եք առաջադրանքը։ Today ֆունկցիան մուտքագրելուց հետո պետք է մուտքագրենք year ֆունկցիան։ Նշեք C21 բջիջը, այնտեղ մուտքագրեք ընթացիկ տարեթիվ, նույն ճանապարհով բերեք year ֆունկցիան, ինչպես և բերեցինք today ֆունկցիան, բացված պատուհանում մուտքագրեք D20 բջիջը, D21-ում կտեսնեք տարեթիվը։ Այնուհետև A1 բջիջից սկսած մուտքագրեք հետևյալ աղյուսակը, որի հիման վրա մենք կկատարենք մեր հետագա հաշվարկները։ Աղյուսակը անվանենք պարգևատրման ցուցակ։ Մեր ստեղծած աղյուսակում նշենք C3-ից C6 բջիջները, աչքլիկի շնորհիվ բերենք Format Cells պատուհանը, որտեղ կատարենք հետևյալ նշումները. Date, Type ընտրեք ցանկացածը և Russian։ Այդ փոփոխությունները կատարելուց հետո սեղմեք OK։ Այնուհետև մուտքագրեք տարեթվերը։ Աշխատանքային ստաժը հաշվելու համար D3 բջիջը մուտքագրում ենք հետևյալ արտահայտությունը Year, Today, հանած Year, C3։ Այնուհետև D3-ի ստացած տվյալը տարածել մինչև D6 բջիջը։ Մուտքագրենք E3-ից E6 բջիջները, աշխատավարձի քանակը։ F3-ից F6 վանդակներում կհաշվենք հավելումը, որը հաշվելու համար մենք պետք է օգտվենք if ֆունկցիայից։ Formula Logical if։ Բացվի if պատուհանը, որտեղ կկատարենք հետևյալ պայմանը. Եթե ստաժը 10 տարուց ավելի է, այսինքն Logical Test բաժնում նշենք D3 բջիջը մեծ է 10-ից։ Value if true բաժնում նշենք E3 անգամ 20%։ Այսինքն, եթե ստաժը 10 տարուց ավելի է, ապա հավելումը հաշվել աշխատավարձի 20%-ի չափով։ Հակառակ դեպքում value if false բաժինը մուտքագրել 0։ F3-ում կստանանք մեր հավելումը և այն կտարածենք F3-ից F6 բջիջների վրա։ G3 բջիջում հաշվենք ընդամենը, դրա համար աշխատավարձին E3 բջիջին գումարենք հավելումը F3 բջիջը։
G3-ում կստանանք պատասխանը և այն կտարածենք G3-ից G6 վանդակների վրա։ G7 բջիջում հաշվենք աշխատողների քանակը։ Դրա համար Home մենյուից ընտրենք Sum ներդիրը և Count Numbers ուշադիր լինենք նշված բջիջները Count A3-ից A6։ Հաշվում ենք աշխատավարձի միջինը E3-ից E6 վանդակները և տարածում ենք այն E8-ից G8 վանդակների վրա։ Այնուհետև հաշվենք աշխատավարձի մաքսիմալը E3-ից E6 վանդակների։ Տարածում ենք այն E9-ից G9 վանդակների վրա։ Հաշվում ենք E10 բջիջում աշխատավարձի մինիմալը E3-ից E6։ Տարածում ենք այն E10-ից G10 վանդակներով։ Այժմ հաշվենք պարգևատրված աշխատողների քանակը։ Դրա համար G11 վանդակում ակտիվացնենք COUNTIF ֆորմուլան, որը ակտիվացնում ենք հետևյալ կերպ՝ Insert Function Statistical COUNTIF։ Կբացվի Function Arguments-ի COUNTIF պատուհանը, որտեղ Range դաշտում մուտքագրենք F3-ից F6 բջիջները, Criteria դաշտում նշենք մեծ է 0-ից։ Կստանանք պարգևատրված աշխատողների քանակը, որոնք 3-ն են։ Այժմ հաշվենք աշխատավարձների ընդհանուր գումարը։ Դրա համար ակտիվացնենք Home մենյուի Sum ներդիրը և հաշվենք սումը E3-ից E6 վանդակները։ Տարածենք այն E12-ից G12 վանդակների վրա։ Այժմ հաշվենք ընդհանուր գումարը տարադրամով։ Դրա համար ակտիվացնենք E13 բջիջը, որի մեջ մուտքագրենք հետևյալ արտահայտությունը՝ E12-ի տվյալը բաժանած D15-ի մեջ մուտքագրված տվյալներ, որի հասցեն պետք է նշենք բացարձակ։ Դրա համար նշեք D15 բջիջը և ստեղնաշարից F4 ստեղնը։ Կստանանք ընդհանուր գումարի արժեքը։ Տարածենք այն E13-ից G13 վանդակների վրա։ Այնուհետև ընդհանուր գումարը տարադրամով նշելու համար, մեր դեպքում եվրո տարադրամով, նշենք E13-ից G13 բջիջները, աջ կլիկ անենք և ընտրենք Format Cells։ Բացված պատուհանից ընտրենք Currency, սիմվոլից տարադրամը, մեր դեպքում եվրո, և սեղմենք OK։ Այժմ մեր աղյուսակում բոլոր հաշվարկները կատարված են։ Կարծում եմ այս դասը ձեզ շատ դուր եկավ։